Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Քաջիկը ոչ մի կերպ հանգստություն չի գտնում։ Նրա խիղճը խեղդում է ներսից։ Այս անգամ էլ նա վեր է կացել եկել քաղաք միայն մեկ նպատակի համար՝ մաքրել իր հոգին ու վերջապես խոստովանել տարիների լռությամբ կոծկված ճշմարտությունը։ Նա հանդիպում է Սաքոյին ու վճռական հայտարարում. պետք է միասին գնան ոստիկանություն և բացահայտեն Աշոտի սպանության ողջ ճշմարտությունը։ Քաջիկն ասում է. Հայկը խեղճ տղա է, նա ոչ մի բանում մեղավոր չէ։ Մենք ենք մեղավոր, Սաքո։ Սաքոն միանգամից հակադարձում է. ինքը խեղճ չէ, իմ տղային Կարոյին է սպանել։ Քաջիկը սակայն շունչ չի տալիս։ Իսկ դու մոռացել ես, որ հենց Կարոն էր սպանել իմ աղջիկան, Արփիին։ Եվ մինչ այդ բռնի ուզում էր ամուսնանալ նրա հետ։ Սաքոն քարանում է, խոսքեր չի գտնում։ Քաջիկը ճշմարտությունն է ասում, բառ առ բառ, հստակ ու ծանր։ Սաքոն այդքան տարի ապրել է իր իսկ հորինած իրականության մեջ, վախկոտաբար ձևացնելով իր ընտանիքի առաջ, թե իբր իրենց ընտանիքի կործանումը Հայկից է սկսվել։ Իսկ իրականում նա ինքն է այդ հիմքը դրել։ Մինչ այդ Արմոն, իմանալով Քաջիկի ու Սաքոյի հանդիպման մասին, Քաջիկի հետ հեռախոսով խոսելիս արդեն սկսում է գործել։ Այդ պահին նա գտնվում է Սաքոյի տանը։ Նրա հեռախոսային խոսակցությունն անսպասելի լսում է Նարեն։ Նա հասկանում է, որ Արմոն ինչ-որ բան է պլանավորում, ինչն էլ նորից կապված է իր հոր ու Քաջիկի հետ։ Նարեն որոշում է հետևել Արմոյին։ Նա ասում է, որ իրեն, որպես դուստր, նույնպես վերապահված է ճշմարտությունն իմանալու իրավունքը։ Նրանք միասին նստում են Նարեի մեքենան։ Ճանապարհին վիճում են, լարվածությունն աճում է, Նարեն չի կարողանում կենտրոնանալ, մեքենան կորցնում է կառավարումը։ Ավտովթար։ Երկուսին էլ տեղափոխում են հիվանդանոց։ Նարեի վիճակը կայուն է, բայց նրան ախտորոշում են ուղեղի ցնցում։ Իսկ Արմոն, ըստ բժիշկների, պարզապես թեթև վնասվածքներ ունի։ Հայկը երբ իմանում է տեղի ունեցածի մասին, միանգամից վազում է հիվանդանոց։ Նա բժիշկուհուց լսում է. Նարեի մոտ ուղեղի ցնցում է, իսկ հետի տղան վավ է։ Հայկը շփոթվում է. հետի տղան? Նա չէր էլ պատկերացնում, որ Նարեն ինչ-որ մեկի հետ է եղել։ Երբ մոտենում է հիվանդասենակին, դուռը մի փոքր բաց է լինում և ներս նայելով նա տեսնում է մի պատկեր, որն ուղղակի կտրում է իր շունչը։ Արմոն Նարեի անկողնու մոտ ջուր է տալիս նրան։ Հայկի աչքերը լցվում են խանդով ու զայրույթով։ Նա շրջվում ու դուրս է գալիս հիվանդանոցից, ոչինչ չասելով։ Նարեն մի քանի րոպե անց արդեն նկատելով Հայկի բացակայությունը, հասկանում է, որ ամեն բան կփչանա, եթե չհասցնի բացատրել։ Բայց այդ բացատրությունը տալը գուցե հիմա ամենաբարդ բանն է լինելու իր համար։ Հարգելի հետևորդներ, արդյոք Հայկը կհավատա, որ Նարեի ու Արմոյի միջև ոչինչ չկա։ Գրեք մեկնաբանություն։ Մար, լսի, շուտ 3 հարց եմ տալի, պետք է շուտ պատասխանես։ Հա, ասա։ Քո սիրած գույնը, Սև։ քո սիրած օրվա ժամը, Օրվա ժամը Հա։ 12։ այսինքն 12-ը որ մեկը։ Օրվա ժամ։ Այդ հիշեցի։ Շեվա։ Իսկ քո սիրած ուտեստը։ Սպապաս։ Վայ, մոմոյ սարճին եմ սիրում, սպաս։ Բորշ։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք է չափել իմ ոտկատեղը, ես չափեցի և հիմա դա ինքի սարսափելի կիպ 81 սանտիմետր 81 սանտիմետր է իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է։ Հիմա կասեք ինչի եմ ես գալիս մարզասրահ, հենց դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70 մինիմալ իմ նպատակն է, այնպես որ առաջ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնենք թերթը Եմին Արմենիա TV-ին լուսաբանելու համար, մեր նոր նախագծին անդրադառնալու համար և մեր ամուսնական զույգի երկու աստիճանաբանդակը մեզ հետ քաշ տալու համար։ Ահմախ բան ստացվեց, բայց